Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի 7-րդ գումարման նիստը Իրանի շուրջ լարվածությունը մտահոգություն կհառաջացնի Արևելյան Հայաստանի պատրաստվածության շուրջ։ Իրանը հարվածներ հասուցած է Իրաքի քրդական ուժերուն։ Վարդենիսի եւ Չերմուգի մեջ նոր ադրբեջանական ներխուժումներ։ Իսրայելյան վարչագահի հարձակումը Լիբանանի մեջ զոհերու պատճառ դարձած է։ Շարլ Ազնավուրի սեոձակորձությունը կշարունակե ոգեշնչել արվեստագետներ։ Նախիջևանի մեջ ԱՏՍ հարվածներեն յետ հնարավոր զարգացումները, իշխանի խորոված։ Մարտ 5-ին դեղի ունեցած է Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 7-րդ նիստը առցանց ձևաչափով։ Քննարկումներու առաջին նյութը եղած է հայկական հին տոմարով նշվող հայոց նոր դարվան մարտ 21-ի տոնը։ Պատգամավորները քննարկած են հայկական ավանդական տոները եւ անոնց արարողությունները, ընդգծելով ազգային արժեքներու պահպանման կարեւորությունը։ Նիստի ընթացքին ներկայացված է նաեւ Արևմտյան Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման մասին օրենքի նախագիծը։ Քննարկման ժամանակ անդրադարձ կատարված է դարբեր մշակութային արժեքներու, ներառյալ Մարաշի հայկական ասեղնագործության ծագման հարցին։ Նիստի ավարտին ամփոփիչ խոսքով հանդես եկած է ազգային ժողովի նախագահ Նելի Հարությունյանը։ Մերձավոր Արևելքի մեջ իրավիճակը գտրուկ սրած է այն բանեն յետ, երբ ԱՄՆ-ի եւ իսրայելյան ռեժիմի ուժերը համատեղ հարվածներ հասուցած են Իրանի տարածքի մեջ գտնվող ռազմական եւ ռազմավարական նշանակության կառույցներու։ Հարվածներուն հետևանքով զոհված են Իրանի շարք բարձրաստիճան հրամանատարներ։ Ի պատասխան Իրանը հարվածներ հասուցած է Իսրայելին եւ Պարսից ծոցի շրջանին մեջ գտնվող ամերիկյան ռազմապազաներուն, Բահրեյնի, Կատարի, Արաբական Միացյալ Էմիրություններու եւ Կուվեյթի մեջ։ Փորձագետները չեն բացառել, որ հագամարտությունը կրնա վերածվել ավելի լայն շրջանի պատերազմի։ Իրանի իսլամական հեղափոխության պահապաններու միավորումը զգուշացուցած է, որ հնարավոր է փակվի Հորմուզի նեղուցը, ինչ որ բարձրացուցած է նավթային գիները եւ լարվածությունը ստեղծած միջազգային շուկաներուն մեջ։ Քաղաքական վերլուծաբաններ նշած են, որ զարգացումները կրնան անմիջական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի վրա։ Հնարավոր տնտեսական խնդիրներ, սահմանային ճնշումներ եւ փախստականներու հոսք Իրանեն։ Փորձագետները կգարձեն, որ Հայաստանի իշխանությունները պետք է նախապես պատրաստվին ուժեղացնելով սահմաններու վերահսկողությունը եւ մշակելով տնտեսական եւ անվտանգային հարցերու կառավարման ծրագիրներ։ Քննարկման հարցն է, թե որքան պատրաստ է Հայաստանը արագ փոփոխվող իրավիճակին եւ ինչ քայլեր պետք է ձեռնարկվին ճգնաժամային զարգացումներու բարակային։ Տարածաշրջանային պատերազմի 6-րդ օրը Իրանը սկսած է նոր ռազմական գործողություն Իրաքի հյուսիսը գտնվող քրդական ինքնավար շրջանին մեջ, թիրախավորելով իրանյան քրդական զինված խմբավորումները։ Իրանի պետական լրատվամիջոցներ հաղորդած են, որ գործողությունը ուղղված էր հակաիրանական անչադողական ուժերու դեմ։ Իրանի հետախուզության նախարարությունը հայտնած է, որ թիրախավորված են այն խմբավորումներու դիրքերը, որոնք ըստ Թեհրանի կպատրաստվեին արևմտյան սահմաններով ներտապանցելու Իրանի տարածք եւ գործողության ընթացքին այդ խումբերը գրած են ծանր գորուստներ։ Միևնույն ժամանակ Իրանը շարունակած է հրթիռային եւ անօդաչու սարքերու հարվածները Իսրայելի եւ շրջանին մեջ գտնվող ամերիկյան ռազմական կառույցներու դեմ։ Սա 19-րդ ալիքն է պատերազմին սկիզբեն ի վեր։ Դեղական աղբյուրներ հաղորդած են, թե շարք բայթյուններ արձանագրված են Իրաքի Սուլեյմանիայի նահանգին մեջ, որոնց թիրախներեն մեկը եղած է իրանյան քրդական Կոմալա խմբավորման շտաբը։ Իրաքյան Քրդստանի կառավարությունը հերքած է, թե աջակցած է Իրանի դեմ գործողություններ պատրաստող քրդական խումբերուն։ Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյան հայտարարած է, որ Հայաստանի սահմաններուն Վարդենիսի եւ Չերմուգի ուղղությամբ հայտնված են նոր ադրբեջանական դիրքեր, որոնք հանրութեն են գաղտնի պահված են։ Թաթոյան ներկայացուցած է արբանյակային լուսանկարներ, որոնք ցույց տված են, թե դիրքերը տեղադրված են 2025 թվականի օգոստոս 19-ին յետք։ Վարդենիսի մեջ նոր դիրքերը կբարունակեն նռնագետներու, ագանագետներու եւ հրացակային հատուկ էդերու դեղեր, ուղիղ թիրախավորումով Սոտկի հանքավայրի եւ Գութ գյուղի վրա։ Ադրբեջանական դիրքերը ոչ միայն կվտանգեն մեր զինվորներու կյանքը, այլև կվերահսկեն հայկական բնակավայրերը, ընդգծած է Թաթոյան, նշելով, որ դիրքերը ամրացված են հաղորդակցական միջոցներով եւ արևային վահանակներով։ Ան նաև հայտնած է, որ նման փոփոխություններ կան Չերմուգի մեջ, ուր ադրբեջանցիները կառուցած են ագանանեդային տասակներու նոր դիրքեր։ Թաթոյան շեշտած է, որ սա նպատակաուղղված քայլ է Հայաստանի ինքնիշխան տարածքին վրա ազդեցություն ունենալու համար։ Լիբանանի Բեկա Հովիդին մեջ իսրայելական ռեժիմի բանակին իրականացած հարձակման հետևանքով զոհված է 4 մարդ, որոնց շարքին 5 եւ 7 տարեկան երեխաներ։ Այս մասին հայտնած է Լիբանանի առողջապահության նախարարությունը։ Ըստ Լիբանանի ազգային լրատվական գործակալության հարձակման հետևանքով վիրավորված է նաեւ 1 կին։
Հարվածը իրականացված է Մաշխարակ քաղաքի բնակելի դամ վրա։ Իսրայելական կողմը նախաբես ալ թիրախավորած էր Բեկայի հովիտը, հայտարարելով, թե այդ շրջանին մեջ գոյություն ունի Հեզբոլլահի ենթակառուցվածք եւ գոչ ընելով բնակիչներուն հեռանալ որոշ շրջաններեն։ Ամերիկացի երգչուհի Նայկա հարցազրույցին մեջ նշած է, որ աշխարհահռչակ երգիչ շանսոնիե Շարլ Ազնավուրի երաժշտությունը հատուկ տեղ ունի իր կյանքին մեջ։ Երգչուհիի խոսքով ան մեծած է Ազնավուրի երգերով եւ անգեղծորեն հիացած է անոր ստեղծագործությամբ։ Նայկան կատարած է Ազնավուրի հռչակավոր Լա Բոհեմ ստեղծագործությունը, որ կպատմե Մոմարտի մեջ իր երիտասարդությունը գարոդով հիշող նկարիչի պատմությունը, ազատության ոգեշնչման եւ զրկանքներու ժամանակներուն մասին։ Նախիջևանի ուղղությամբ անօթաչու սարքերու հարվածներն յետ շրջանին մեջ կքննարկեն հնարավոր զարգացումները։ Իրանի իշխանությունները պաշտոնապես երկած են միջադեպին իրենց մասնակցությունը, սակայն ոչ պաշտոնական աղբյուրներ կմեղադրեն Բաքվին Իսրայելի աջակցությամբ։ Իրանակետ Անի Մարգարյան նշած է, թե անհրաժեշտ է դարբերակել պաշտոնական հայտարարություններն ու քարոզչական հաղորդակցությունները։ Որպես օրինակ, որոշ իրանյան լրատվամիջոցներ բնդած են, որ Նախիջևանի օտագայանը կրնար օգտագործվել Իսրայելի գործողություններուն համար։ Փորձագետը շեշտած է, որ Իրանի համար ցամաքային ճակատ բանալը շահավետ չէ։ Միևնույն ժամանակ կքննարկվի նաև այն վարկածը, թե որոշ ուժեր կրնան Իրանի դեմ հագամարտության մեջ ներկաշել Բաքուն եւ Թուրքիան։ Մարգարյանի քննադատմամբ Բաքուն հավանաբար պիտի խուսափի գդրուկ քայլերը, ելելով սեփական ազգային անվտանգութենեն։ Հիշեցնենք, որ Բաքվի արտաքին գործոց նախարարությունը հայտնած էր ԱՏՍ հարձակման մասին, որուն հետևանքով ըստ պաշտոնական տեղեկություններու 4 մարդ ուժած է։ Իրանի արտաքին գործոց նախարարությունը ավելի ուշ հերկած է միջադեպին մասնակցությունը։ Հայկական խոհանոցի ամենասիրված ուտեստներն մեկը իշխանի խորովածն է։ Ան կպատրաստվի բարս բայց չափազանց համեղ եղանակով, բահբանելով ցուգին բնական համը։ Պատրաստելու համար իշխանը նախ կմաքրեն, գլվան եւ կհամեմեն աղով, սև եւ կարմիր բեղբեղով, լիմոնի հյութով։ Ցուգին մեջ կտնեն թարխուն եւ փոքր գդորներով կարակ, ինչ որ ուտեստին կհաղորդե լրացուցիչ հյութեղություն եւ բույր։ Այնուհետև ցուգը կխորովի միջին գրագի վրա, ժամանակ առ ժամանակ շրջելով, մինչև որ ստանա ոսկեգույն կարմրություն։ Այս պարզ բաղադրատոմսով պատրաստված իշխանի խորովածը հատկապես սիրված է Հայաստանի լեռնային շրջաններուն մեջ եւ կհամարվի հայկական խոհանոցի իսկական խորհրդանիշներն մեկը։ Հարգելի հայրենակիցներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։